ամեն ինչ պետք է անել, ամեն քայլի դիմել, միայն թե գլխավոր նպատակը կատարվի, այն է առնետների իշխանությունը փոխարինվի արծիվների և առյուծների իշխանությունով։ Եթե մնաց առնետների ներկա իշխանությունը, այդ իշխանության մեջի առնետները ամբողջությամբ կրծելու են այս ժողովրդին, այնքան են կրծելու, մինչև նրանից մնա երևի ոսկորտներ չմնա, էդ էլ են կրծելու, քանի որ գիտեք, լինում են առնետներ, որոնք բետոնել են կրծում, սա այդ սորտի առնետներն են, որոնք կրծելով, 20 տարի կրծելով իշխանությունը և ժողովրդին, այդ թվում կրծելով գրանտերը, եկան հասան բարձրագույն իշխանության, բայց նրանք չփոխվեցին, առնետները հասան իշխանության, նստեցին աթոռներին, բայց մնացին առնետներ և շարունակում են իրանց նույն ձևի գործը, իսկ դա է կրծելը, ուղղակի այն ժամանակ նրանք կրծում էին գրանտերը, հիմա կրծում են ինչը, գիտեք, կրծում են բյուջեի փողերը, կրծում են մարդկանց նյարդերը, կրծում են ազգային գաղափարները, կրծում են հայոց լեզուն, կրծում են պատմությունը, եկեղեցու, այսպես շարունակում են և շարունակում են, առանց ամաչել, դե առնետին ինչ ամոթի զգացում, նա կենդանի է, նրա գործը կրծել, նա անում է, բայց մենք մարդ ենք, եթե մենք մարդ ենք, չէ, առնետ չենք, ովքեր որ առնետ չեն, այլ մարդ են, ես կոչ եմ անում անպայման սեղմեք մեր յութուբյան ալիքի հավանելը, բաժանորդագրվեք, եթե այս մեր վիդեոների հետ համաձայն եք, եթե համաձայն չեք, ես շնորհակալ եմ ձեր ուշադրության համար նույնպես, ստեղ կարևորը նա է, որ կարևորը ստեղ յութուբը չի, սա ուղղակի մեզ ընձեռված միջոց է, որ մենք որպես գործիք ենք օգտագործում, ժողովրդի այն հատվածը, որը դեռ պահպանել է իր մարդկային բնույթը, կապի մեջ մտնի, միավորվի և որպես մեկ ժողովրդական բռունցք հանդես գա առնետային իշխանության դեմ, խնդիրը սրանում է, քանի որ առնետային իշխանությունը հզորացել է, իրեն է միացել ոստիկանություն, իրեն է միացել գումարներ, այնպես որ առաջ։